Ադրբեջանում ընդդիմությունը երկրի չափանիշներով մարդաշատ հանրահավաք է անցկացրել։ Չնայած իշխանության հարուցած խոչընդոտներին եւ սպառնալիքներին, Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության կազմակերպած հանրահավաքին մասնակցել է 3-ից 5000 մարդ։ Իշխանությունը թույլատրել էր հանրահավաքն անցկացնել Բաքվի Մեհսուլ մարզադաշտում, սակայն միայն 2 ժամով։ Հանրահավաքն անցկացվել է սեպտեմբերի 26-ին նշանակված Սահմանադրության հանրաքվեի դեմ։ Կարգախոսը եղել է ոչ միապետությանը։ Մեր գլխավոր նպատակն այս հանրաքվեն բոյկոտելն է։ Երրորդ անգամն է, որ Ադրբեջանի մայր օրենքը Սահմանադրությունը փոփոխության է ենթարկվում մեկ մարդու՝ Իլհամ Ալիևի համար։ 2002-ին փոխեցին Ալիևի իշխանության գալն ապահովելու համար։ 2009-ին, որ կառավարի որքան ցանկանա, հիմա էլ ցանկանում են ամրապնդել երկրում հաստատված բռնապետական իշխանությունը, մեծացնել Ալիևի լիազորությունները։ Ադրբեջանում միապետություն հաստատելու փորձին ասում ենք ոչ։ Biz Azərbaycanda monarxiya yaradılmasına yox deyirik. Ընդդիմադիրները Ալի Քերիմլիի գլխավորությամբ պահանջել են չեղյալ հայտարարել հանրաքվեն, ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ Ադրբեջանում սկսել սոցիալ-տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներ։ Սահմանադրության փոփոխությունը նախատեսում է նախագահի պաշտոնավարումը հասցնել 7 տարվա։ Նախագահ կարող է ընտրվել 35 տարեկանից ցածր անձը։ Մտցվելու է փոխնախագահի պաշտոնը։ Ընդդիմությունը վստահ է, որ Ալիևն արդեն պատրաստվում է իշխանությունը 10 տարի անց հանձնել իր որդուն։ Եթե նոր սահմանադրությունը անցնի, Ադրբեջանում կհաստատվի ժառանգական միապետություն։ Ես չեմ ցանկանում սահմանադրության ինքնագլուխ փոփոխություններով իշխանությունը ցմահ տրվի մեկ ընտանիքի։ Ազատություն եմ ցանկանում եմ, որ այս ընտանիքը հեռանա իշխանությունից։ Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնք մտահոգ են իրենց ապագայով։ Սահմանադրության փոփոխությամբ սկիզբ է դրվելու մեկ ընտանիքի իշխանությանը։ Ümid edirəm ki, referenduma xalq yox deyəcək։ Հույս ունեմ, որ ժողովուրդը ոչ կասի սահմանադրության փոփոխությանը։ Ալիևի իշխանությունը չի կարող ինքնագլուխ փոխել սահմանադրությունը։ Դա կլինի օրենքի բացահայտ խախտում։ Մարդկանց հանրահավաք է բերել նաև Ադրբեջանում սոցիալ-տնտեսական ծանր վիճակը։ Նավթի գնի անկումից, ազգային արժույթի արժեզրկումից հետո ապրանքները թանկացել են, արտասահմանյան ներդրումները նվազել, գործազրկությունն աճել է։ Yaşaya bilmirik. Mən 60 yaşım var. Չենք կարողանում ապրել։ 60 տարեկան եմ, ոչինչ չունեմ։ Աշխատանքից հեռացրել են, ինչ ես վաճառեմ, հաց էլ չունեմ։ Հիմա եկել եմ հանրահավաքին, տեսնեմ ինչ են ասում։ Çörək tapa bilmirik. Գլխավորը հացի խնդիրն է, գործ չկա։ Ամաչում ենք մեր երեխաների աչքերին նայել։ Ընդդիմության հաջորդ հանրահավաքը սեպտեմբերի 18-ին է լինելու։ Այն կազմակերպելու է ընդդիմադիր Մուսավատ կուսակցությունը, որի շատ ղեկավար գործիչներ բանտերում են։ Սեպտեմբերի 26-ից առաջ Ադրբեջանի թուլացած ընդդիմությունը փորձում է կանխել սահմանադրության հանրաքվեն, որը կանխորոշելու է առաջիկա տասնամյակները Ադրբեջանում։ Վարդան Գալստյան, Ժամանակ լրատվական։